Մարտի 27-28-29 արի Մերիդիան, քանի որ Տունեքսպոն վերադառնում է արդեն 6-րդ անգամ ավելի մեծ կազմով, նոր ձևաչափով ու նոր առաջարկներով։ Մեկ այց ցուցահանդես եւ դուք ունեք 30,000-ից ավելի բնակարանների ընտրության հնարավորություն։ Տունեքսպո Invest 2026-ն անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի տարածաշրջանի ամենախոշոր մասնագիտական հարթակներից է, որը մեկ վայրում է միավորել կառուցապատողներին, ներդրումային ընկերություններին, բանկերին եւ անշարժ գույքի ոլորտի այլ ներկայացուցիչներին։ Այս տարի նույնպես 100-ից ավել քաղաքաշինական նախագիծ, 30,000-ից ավել բնակարանի ընտրություն մեր քաղաքացիների համար, ընդ որում նորից նշեմ ոչ միայն Հայաստանում, այլ նաև մի շարք երկրներում։ Այս տարի նույնպես կհորդորենք, որ օգտվեն մեր փոխադրամիջոցներից, որպեսզի մի քիչ մեղմենք խցանումները։ Ցուցահանդեսը աշխատելու է յուրաքանչյուր օր 3 օրերին 11:00-ից 21:00, բավականին երկար են աշխատանքային ժամերը ու կարևոր է նշել, որ հենց այս օրերին են գործելու այն առաջարկները բոլոր քաղաքաշինական նախագծերի վրա, ներդրումային նախագծերի վրա, պետական գույքի կառավարման կոմիտեն նույնպես ներկայանալու է մի շարք պատրաստի արդեն նախագծերով, որոնցին թույլտվությունների համար առանձնապես շատ ժամանակ հարկավոր չէ։ Երևանի քաղաքապետարանն է միացել մեզ որպես գործընկեր եւ ներկայացնելու է նորությունները, նաեւ ունենալու է հատուկ անկյուն, որտեղ մեր քաղաքացիները կարող են մոտենալ, շփվել, տալ իրենց ուզող հարցերը։ Այս պահին նախորդ տարվա համեմատ ցուցահանդեսին գրանցվել է ավելի քան 30%-ով ավելի այցելու, ինչը խոսում է, որ այս տարի հետաքրքրությունը դեպի Տունեքսպոն եւ դեպի շուկա շատ ավելի բարձր է լինելու։ Ես դա նաև կապում եմ մեր Սփյուռքի հայրենակիցների հետ, քանի որ մենք նաև շատ մեծ շեշտադրություն ունենք այս տարվանից սկսած Սփյուռքի վրա, մենք ուզում ենք հասնենք նրան, որ երբ որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը մտածում է իր հայրենիքում տուն ունենալու, գույք ունենալու մասին, ինքը իմանա, որ ինքը տարին 2 անգամ կարող է գալ Հայաստան եւ այդ օրերին ամենալավ պայմաններով շատ արագ մի քանի օրվա ընթացքում ծանոթանա շուկային եւ զեղչերով հատուկ պայմաններով իր հայրենիքում ունենա գույք, ունենա սեփական տուն։ Կառուցապատողները փաստեցին նաև շուկայական աճի մասին նախորդ տարվա սեպտեմբերից։ Տունեքսպոն շատ հետաքրքիր շուկա է այս տարի ալիք է ստեղծելու ու չի ստեղծելու դա տարեվերջում, ստեղծելու է տարեսկզբին։ Եթե մենք նախորդ տարեվերջի 4 ամիսը վերցնենք, հա, ինքը մոտավորապես նույն պատկերով ունենալու ենք ապրիլ ամսից սկսած, որտեղ մարտի վրա գործարքների թվով էլ ազդեցություն վիճակագրորեն չենք ունենա, բայց իմ կարծիքով ապրիլ, մայիս եւ հունիս ամիսները մեր մոտ էական ավել կլինեն 1200-ից 1700 գործարքի շրջանակներում կլինի, որը 3 անգամ ավել կլինի, քան նախորդ տարիների նշված ամիսները։ Տունեքսպոն արդեն իրողություն է շուկայում, մարդիկ ինչպես եվրոպական երկրներում սպասում են մեծ զեղչերին, այնպես էլ Հայաստանում բոլորը սպասում են Տունեքսպոին իր մեծ ու ամբիցիոզ նախագծերի առաջարկներով։ Շատ հաճելի է, որ Տունեքսպոն իր այս գլխավոր կազմով պահպանում է, հա, իր կառուցվածքը, դա խոսում է եւ փոխադարձ վստահության եւ կայացվածության այս իվենթի, այս ընդհանուր հա միջոցառման մասին եւ ML Mining-ը եւս անմասն չէ բնականաբար Տունեքսպոին նոր նախագծերի, նոր գաղափարների ներդրմամբ եւ մինչեւ դրանց անցնելը կուզեի եւս մեկ կարեւոր արձանագրում անել, որ Տունեքսպոն դարձավ մի խողովակ, դարձավ մի միջոց, որով որ մենք կառուցապատողներս փորձեցինք ինչ որ ավելի լավ, ավելի հաճախորդակենտրոն, ավելի նոր գաղափարներ բերել, այսինքն դու գնում ես մի կարևոր տեղ, հա, որտեղ որ պետք է ինչ որ կերպ առանձնանա, սա այս առումով մի հատ լրացուցիչ շատ կարևոր բուստ էր ազդակեր շուկային։ Ցուցահանդեսն ունի նաև կարևոր դեր պետություն մասնավոր կապի ստեղծման մեջ։ Պաշտոնական հովանավոր կառուցապատողների հայկական ասոցիացիան իրականացնում է հետազոտական աշխատանքներ եւ տարբեր առաջարկներ կառավարության գործընկերներին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան իր գործունեությունը խարսխում է 2 հիմնական ուղղություններով։ Առաջինը ներդրումային միջավայրի կայունությանը եւ կայուն ու շարունակական ներդրումներ ապահովելու ուղղությամբ պետություն մասնավոր երկխոսության համատեքստում գործընկերություն հանրային կառավարման մարմինների մեր գործընկերների հետ ի նպաստ բիզնեսի կայուն եւ շարունակական զարգացման եւ երկրորդ շուկայի մասնակիցների կառուցապատողների հավասար արդարացի մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ անելիքներ աշխատանքներ, որը միտված է մի կողմից սպառողների շահերի լավագույն պաշտպանությանը, որովհետեւ քաչ հայտնի է, որ այդ մեկ կամ մի քանի խաբված կամ մոդելության մեջ հայտնված սպառողը կարող է բացասական ազդեցություն թողնել ընդհանուր շուկայի վստահության ցուցանիշի վրա։ Եվ պետք է արձանագրեմ, որ այս գաղափարների համատեքստում կառավարության եւ ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ մեր աշխատանքը բաժանվում է 2 գլոբալ խմբի։ Առաջինը շուկայի կանոնակարգմանն է միտված եւ այդ ուղղությամբ նախաձեռնված
մի շարք օրենսդրական կարգավորներ, որոնք քայլ առ քայլ կյանքի են կոչվում։ Ցուցահանդեսի մուտքն անվճար է, սակայն պարտադիր գրանցումով։ Այն այցելուների համար բաց կլինի 3 օր շարունակ ժամը 11:00-ից 21:00։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։